Բարև սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկնուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է քաղաքական ուսումնասիրությունների վերելք հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը։ Շնորհակալություն, պարոն Պեպանյան։ Քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնները չես ասի, որ Հայաստանում քիչ են, չէ՞։ Ինչ յուրահատկություն ունի ձեր կենտրոնը։ Անկեղծ ասած, ես աշխատանքի բերումով էլի զբաղվում էի քաղաքական ուսումնասիրություններով, բայց դա լինում էր ազատ ժամանակին եւ քիչ ժամանակ էի կարողանում տրամադրել լրջորեն ուսումնասիրելու համար, հետո որոշեցի ես ինձ ազատություն շնորհել եւ լրջորեն զբաղվել, ինքս տեսնում եմ որոշակի անելիքներ, հատկապես որ մեր քաղաքական միտքը ցավոք սրտի հետ է մնում եւ process-ների ուսումնասիրություն ստարաշնորհ չկա, ինչը նաև հանգեցնում է նրան, որ ստացվում է, որ մեր քաղաքական գործընթացները, որին մասնակցում են կուսակցությունները, երկիրը բարվոքելու փոխարեն տանում են դեպի փակուղի։ Ես տեսնում եմ անելիքներ։ Այն բան չեն տանում դեպի փակուղի։ Որովհետև ասացի, նախ որպեսզի մի քայլ անելուց առաջ նախապես մտածում ենք, նախագծում ենք, չէ՞, հաշվարկում ենք, հետո նոր ինչ-որ քայլեր ենք անում, մենք մեզանում այնպես է ստացվել, որ քաղաքական կուսակցությունները մտել են ինչ-որ մի խաղի մեջ, այնտեղ պարտադիր օրեր կան ակտիվանալու սահմանադրության մեջ գրված, իրենք հարկադրաբար էլի ակտիվանում են, մտածելու ժամանակ չի լինում, մտածողներին էլ չեն լսում եւ գնում են փակուղի։ Այ հիմա ես լինելով վերլուծական կենտրոն ներկայացնելով սկսել եմ այս վերջի շրջանում ուսումնասիրել մեր ժամանակակից քաղաքական մեկնաբաններին, վերլուծաբաններին, ուրախությամբ պիտի ասեմ, որ իրենք բավականին առաջ են քաղաքական կուսակցություններից, իրենք արդեն զգում են, որ ինչ-որ բան այն չէ։ Գուցե թե մենք ոչ այն խնդիրներն ենք դրել մեր առջև, որ եկել հասել ենք փակուղի, խորհում են, խնդիր են դնում, դեռ լուծումից դեռ հեռու են, բայց խնդիր են դնում։ Մինչդեռ քաղաքական կուսակցությունները չլսելով իրենց նորից դրոշ են բարձրացնում քաղաքական հերթական process-ին մասնակցելու եւ պարզ է, որ ասենք, եթե չեք մտածել նախապես արդյունքներ։ Դե օրինակի համար որպես քաղաքական օրակարգ, չէ՞, սովորաբար ասելով 95 թվականից սկսած, անդիմությունն ասում է արդար ընտրություններ, հա, դա քաղաքական խնդիր է, թե չէ։ Ուրեմն քաղաքական խնդիր է, բայց մինչ այդ հարկավոր է հարց տալ, որ չափով է հանրությունը պատրաստ արդար ընտրությունների անցկացնելու, որ չափով մենք ինքներս որպես հանրություն ստեղծել ենք այդ պետական ինստիտուտները, որոնք պիտի ապահովեն ընտրության արդարությունը, եւ հաջորդը ինչու է իշխանությունները չեն գնա արդար ընտրության, ինչ վատ բան կլինի իրենց համար, եթե լինի արդար ընտրություն, այս ամենը եթե դու համակարգես բոլոր հարցերը դնես քո առջև, պարզ կդառնա, որ դա ուտոպիայի ժանրից է, ինչը ցույց է տալիս կյանքը։ Եվ հետեւաբար ընտրությունները ընդհանրապես պետք է անցկացվեն։ Հարկավոր է ընդհանրապես համապետականը, եթե մենք անց ենք կացնում հետևելով մեր սահմանադրությանը եւ միջազգային կառույցների խորհուրդներին, դա լինում է ի վնաս մեր ազգի, մեր երկրի, մեր հայրենիքի, նշանակում է մտածել է պետք ինչ-որ ալտերնատիվ գտնել։ Թակավոր։ Չէ, ես նկատում եմ process-ների, քաղաքական process-ների վերաբերվելու առումով։ Գուցե ընտրություններից ենք հրաժարվում կամ որոշում ենք, որ դա լինելու է ձևական, բայց մենք մեր առջև խնդիր ենք դնում երկիրը քայլ առ քայլ առաջ տանել։ Օրինակ ես երբ վարում էի ճանապարհ հաղորդաշարը, ակնառու քաղաքական գործիչներից մեկի առջև այսպեսի մի հարց դրեցի, որ դա 10 տարի առաջ էր, որ կյանքը ցույց է տալիս, որ ընդդիմությունը չի կարողանում իշխանություն վերցնել, բայց կարողանում է իշխանություններին այս քաղաքական տերմիններով ասած փչացնել, ստեղծել լեգիտիմության բարդույթներ, որից տուժում է եւ հանրությունը, եւ պետությունը, եւ իշխանությունը սկսում է, ասենք, ավելի դեպի քրեական տարրերը գնալ, դառնում են խաղալիք միջազգային կառույցների ձեռքին։ Ոչ մի բան չի ստացվում, ես առաջարկում էի գուցե թե մենք գնանք այլ տարբերակով, ասենք իշխանություններին ասում ենք, դուք մենք գիտենք, որ այսքան գումար պիտի ծախսեք ընտրությունների անցկացման համար։ Միևնույն է, էլի դուք լինելու եք ոչ լեգիտիմ, խնդիր եք ունենալու։ Մենք ընդդիմություն ենք եւ ասում ենք, մենք չենք կարող ձեզ սախտել, բայց մենք կարող ենք ձեզ համար այս խնդիրներ ստեղծել։ Եկեք նստենք եւ ասենք, մենք ձեզ կտանք այդ լեգիտիմությունը, դուք այդ գումարը դեռ մի բան էլ ավել, քանի որ հետագայում խնդիր եք ունենալու, դրա դիմաց երկրում կատարում ենք որոշակի բարեփոխումներ։ Եթե ամեն ընտրության ժամանակ մենք մի կես մետր առաջ գնայինք, ասեմ, որ դրանից հետո այդ թեզով հանդես եկավ նաև Լյուդմիլա Հարությունյանը, մի որոշ ժամանակ հետո, եթե չեմ սխալվում, բայց էլի
մնաց օրակարգից դուրս։ Ձեր այս ծրագրում կա խոցելի տեղ։ Խոցելի տեղը այն է, որ բանը մեր մոտ ջենտլմենական պայմանավորվածությունները եւ որևէ պայմանավորվածություն չի գործում։ Անկեղծ ասած մենք դա չենք փորձել եւ իշխանությունը եթե մի անգամ խափի ընդդիմությանը, ապա հաջորդ անգամ ընդդիմությունը կիմանա ինչպես վարվի։ Չենք փորձել։ Համենայն դեպս եթե ես նախագահ լինեի, ես կհամաձայնեի, որովհետև ես մեկը գումար եմ ծախսել, ես ստիպված եմ ժողովրդին ճնշել, դրանից հետո էլի ես ունենալու եմ լեգիտիմության բարդություններ, դրսի ուժերը խաղարկելու են դա, ամեն անգամ ինչ որ հայտարարությունների ակնարկներ են անելու։ Ես մեր հեքիաթերում կա չէ թակավորի կեսատամ, միայն թե այս խնդիրը լուծվի։ Սա չգիտեմ, չեն կարող ասել էլի։ Ինչպիսի համակարգ է այսօր Հայաստանում։ Ընդդիմության բնորոշիչները, չգիտեմ, թե պիտակները հայտնի են։ Նախ դա ավազակապետություն է, եւ երկրորդը դա քրեա օլիգարխիկ համակարգ է։ Դուք համաձայն եք այդ տերմինների հետ։ Ես անկեղծ ասած տերմիններով չէի փորձի բնութագրել, կասեմ, որ շատ ահավոր վատ է երկրի վիճակը եւ եթե մենք խորհրդություն չդրսևորենք երկրի վիճակը շտկելու, ապա շատ լավ ապագա չի սպասվում մեզ։ Ես ընդհանրապես սա կասեմ։ Հիմա ամեն մարդ իր բնորոշումը կարող է տալ իր սրտից բխող։ Ես քաղաքական գործիչ չեմ, որ այսպես մեղադրանքներով, բնորոշումներով հանդես գամ, ես փորձում եմ հասկանալ ինչու է այսպես եւ ինչ կարելի անել։ Եվ ինչու։ Դա շատ բարդ հարց է, ես մի անգամ էլի այստեղ հաղորդում եղել է, ես 2007 թվականին լույս տեսածի մի գրքի մեջ որ կոչվում էր պահպանողական հեղափոխություն, ասել եմ, որ հայաստանյան քաղաքական ուժերը իզորու չեն լուծելու այն խնդիրը, որի առջև կանգնած է հայ հանրությունը, քանի որ մեր խնդիրը շատ հնուց է գալիս, իսկ իրենց համար Հայաստանը սկսվում է 88-90 թվականից, հայ ժողովուրդը ունի 20 տարվա պատմություն իր վատ եւ վատ լավ կողմերով, իսկ 20 տարվա ուսումնասիրություն, 20 տարվա պատմությունը քննելով իրենք չեն կարող լուծումը գտնել, ինչը կյանքը ցույց է տալիս։ Իսկ գուցե դա կայսրությունների մեջ մտնելու մեր վատ անցյալի հետևանք է, այսինքն մասնավորապես ռուսական կայսրության, վերջերս հիշում եք մի հրապարակախոս ասաց, որ Հայաստանը այս տեսքով, որը կա, նա ամբողջությամբ պարտական է Ռուսաստանին, այսինքն 1828 թվականից սկսած, հա։ Չէ, իրենք այդ հայտարարությունը ես միջազգայնագետ չեմ, բայց ինձ թվում է ինչ որ նպատակ ունեցել է իշխանություններին ցանկացել ինչ որ բան ասել, քանի որ գիտենք Հայաստանը տարբեր բևեռների, այսպես շահերի խաչմերուկում է, ես դա առանձնակի չեմ խորանա, որովհետև միջազգայնագետ չեմ կարող ասել ինչն է հատուկ, ասենք իրեն դրթել նման բան ասելու, բայց իրականությանը մոտիկ է, ինչքան է որ վիրավորվել, դա թող մեզ սթափեցնի, որ կարողանանք նորմալ երկիր ստեղծել։ Ես ինչի համար եմ հարցնում, օրինակ Վրաստանը մեծ զիջումների, մեծ կորուստների գնով որոշեց Ռուսաստանից հրաժարվել, Ռուսական իմպերիայից հրաժարվել, եւ դա էր նրանց քաղաքական, Սաակաշվիլի իշխանության քաղաքական գլխավոր օրակարգը, եւ կարծես թե հասարակությունն ու ժողովուրդը այս հարցում կոնսենսուսի հասան, դրա համար նրանք քո ասած կես քայլ կամ չգիտեմ մի քայլ առաջ գնացին։ Այսինքն գուցե մենք էլ պետք է հրաժարվենք, որ ռուսական այդ կոպիտ ասած բարդակից մենք հրաժարվում ենք։ Մյուս կողմից էլ եկեք հիմա քննենք, որ Վրաստանը հիմա կարծես թե շրջադարձ է կատարում դեպի Ռուսաստան, քանի որ շատ մեծ խնդիրներ ունեցավ ինքը ասենք այդ ճանապարհով գնալով, թե տարածքային կորուստ եւ այլ էլի եմ ասում ես միջազգայնագետ չեմ, ընդհանրապես ներքին քաղաքական հարցերով եմ զբաղվում։ Խոսքը ներքինի մասին է։ Բայց ներքինում այստեղ մենք արտաքինը ահռելիորեն ազդում է մեր վրա եւ եկեք ընդունենք մի բան արան, որ աշխարհում մենակ մեզ է ձեռնտու, որ մենք ունենանք այստեղ ուժեղ պետություն։ Մնացած կառույցներին ձեռ չտալի եւ իրենք ամեն ինչ անելու են, որ ասենք հանկարծ մենք իմի չգանք եւ նորմալ պետություն չունենք, սա մենք պիտի հաշվի առնենք։ Հիմա ոմանք ասում են, որ Հայաստանը ճիշտ կլիներ, հակառակն են ասում, պիտի գնար դեպի ռուսական կողմնորոշում, որտեղ այնտեղ կա շուկա, այնտեղ կա կապ, այնտեղ մենք ունենք հայրենակից ամբողջությամբ։ Իսկ այդ զանգը հնչեցնում են, քանի որ իրենք տեսնում են տենդենց, ասենք, դեպի արևմուտք իշխանությունների կողմից դեպի քայլեր, երևի թե դա է պատճառը, բայց մենք հաշվի առնելով միջազգային կենտրոնների ուժերի կարծիքները, պիտի փորձենք գտնենք այդ ոսկե միջինը, որպեսզի կարողանանք մենք պետություն ունենանք։ Պիտի հաշվի առնենք նաև դա, որ
որը չի որ կցանկանայինք մենք այստեղ հզորանանք։ Ասում եք մենք շահագրգռված ենք ուժեղ պետություն ունենալու, ասելով մենք դուք նկատի ունեք Հայաստանի հայերը հարկադրված։ Շահագրգիռ ոչ հարկադրված են, այլապես լավ չի լինի։ Հա, բայց եթե դուք փողոց դուրս գաք եւ ասեք, այ դուք ուզում եք ուժեղ բարեկեցիկ, չգիտեմ, դեմոկրատական պետություն, ես մտածում եմ, որ եթե մենք այդպիսի հարցով դուրս գանք փողոց, մեզ շատ հեռու կուղարկեն, մեզ կասեն մենք ուզում ենք նորմալ ապրենք, լավ հաց ուտենք, լավ աշխատավարձ ստանանք, այդպես չի։ Դա հասկանալի է, միջին քաղաքացին ինքը չպիտի էլ խառնվի քաղաքականությանը, պետական գործերին, ազգի ընտրանին ինքը պիտի կարողանա այդ բարդ խնդիրների մեջ լուծում գտնել եւ իր մեջ, այսինքն, հա, առանց բնակիչների եւ ինքը երբ որ որոշում կկայացնի, թե որն է ճիշտ ճանապարհը, այդ դեպքում կարող է այն չափով, որ չափով անհրաժեշտ է հանրությանը ներկայացնի, ասեմ, որ ես ներկա փուլում ես առանձնակի կողմնակից չեմ ամեն հարցում հանրության կարծիք հարցնելու, որովհետեւ ինչ պատճառներով, ասենք, ինքը մի քիչ շատ վատ հոգեվիճակում է եւ միշտ չէ որ պետք է իրեն հարցնել, աճ գնանք թե ձախ գնանք։ Հա, իսկ ինչ պատճառներով է նա վատ վիճակում, այսինքն սոված է, ցուրտը մութ է եւ այլն, այդ դրա համար, հա։ Եթե մեր հանրությանը մենք դիտարկելու լինենք, ապա երկու իրարամերժ կարծիքներ կարող ենք հնչեցնել։ Առաջինը, երբ որ այդ ձեր ասածն եք նայում, նաեւ նայում եք իրենց վարքը, փողոցում ինձ հանդեպ, բնության հանդեպ, իշխանությունների վարքը, ապա մենք հիասթափություն կապրենք եւ այդ բառերը կօգտագործենք, գուցե ավելի վատ բառեր օգտագործենք, որ տեսնում ենք ինչպիսին է մեր հանրությունը։ Բայց երբ որ մենք քննում ենք, թե ինչ ճանապարհ է անցել մեր հանրությունը 1000 կամ մի քիչ ավելի տարիներ, ինչ լծերի տակով ինչքան են իրեն ուզեցել նվաստացնեն, նսեմացնեն, խեղեն, էլիտային վերացնեն, մորթեն, երբ որ այս ամենը քննում ես, ապա դու ուզում ես գլուխ խորարել մեր հանրության առաջ, որ այսքան ճանապարհ անցնելուց հետո էլի քո մեջ կա արժանապատվության զգացում, էլի քո մեջ կա ակտիվության զգացում, էլի դու կարող ես զենք վերցնել եւ կռիվ գնալ եւ հաղթել, այս երկուսն իրար հետ են։ Եվ հիմա խոնարհվելով հարկավոր է մտածել ինչպես անենք, որ ինքը թերություններից ձերբազատվի։ Սա է խնդիրը։ Երկու հակադիր։ Կա այսպիսի բան, հայտնի մի հատ բառակապակցություն է, ազգային մենթալիտետ, թե կա մշակույթ, որը կարելի է ձեռք բերել, կարելի է կորցնել, կարելի է զարգացնել։ Ուրեմն գիտեք, հանրության տվյալ պայի գիտակցությունը, մտածողությունը այսպես միջին մի շատ գործոններով է պայմանավորված, գլխավորապես այն ճանապարհներով, որ ինքը անցել է եւ թե ինչ են իրեն տվել։ Եթե մեր անցած ճանապարհն ենք նայում, ապա մենք չենք ունեցել պետություն, որը մեզ պիտի կրթեր դաստիարակեր նյութ տար, մշակութապես եւ այլն զարգացնել։ Մենք ընդհանրապես կորցնելով, մի քիչ այդ ընթացքում գուցե ձեռք բերելով, մենք ընդհանրապես կորցնելով եկել հասանանք ստեղ։ Ես մեկ ասում եմ, ինչքան շատ ենք ուժեղ եղել, որ այդքան ճանապարհ անցնելուց հետո էլի մնացել է։ Հիմա եթե վերցնեք այսպես ճայել եվրոպական ժողովուրդ եւ 2-3 սերունդ իրենց շեղեք, աղավաղեք, տնեք այն պատմական process-ի մեջ, որում մենք ենք եղել, իսկ իրանք դեպի չեն գայել։ Մենք դեռ ունենք այդ կամային։ Ոնց որ Նյու Յորքում 2 ժամով լույսը անջատել են, նրանք մի անգամ սկորան։ Բայց այնուամենայնիվ ինչպիսի մեսիջ, ինչպիսի մշակույթ, հա, կուզենայինք, որ զարգանար մեր մեջ, հա, եվրոպական մշակույթը, այսինքն օրինապաշտությունը, չգիտեմ, ճշտապահությունը, աշխատասիրությունը, այն ինչ որ նրանց լավը դարձրեց, թե ինչ որ ուրիշ բան է։ Ուրեմն հարցն այն է, որ մենք հիմա ասում ենք գնանք Եվրոպա, եվրոպական մշակույթ, բայց եթե մենք համեմատում ենք նրանց մեզ հետ, ասենք 800 տարի հետ գնանք, մենք ով էինք որպես հանրություն, իրենք ով էին, ֆրանսիացի ազնվականը վերադառնում էր որսից եւ որպեսզի իր ոտքերի հանգստացումը արագ լիներ, նույն ֆրանսիացի միջորդի ոտքերից կապում են գլխի վայր դեպի ներքև, գլուխը կտրում էին, թասի մեջ արուներ լցում, ինքը այսպես հաճությամբ հանգստանում էր։ Նման բան 1200 թվականին մեր մոտ չի եղել, հետո էլ չի եղել, դրանից առաջ էլ չի եղել։ Մենք այդքան բարի ենք, հա։ Մենք ուրեմն տեսեք, մենք ես հիմա ուսումնասիրում եմ մեր հին շրջանը, իհարկե պատմաբան չեմ, ինչպես կտոր տեղեկություններով եւ իմ կարծացածով կարող եմ ասել, որ շատ հնում մենք շատ բարձր քաղաքակրթություն ենք ունեցել, որը հետագայում հայտնվելով այնպիսի մի իրավիճակում, որ մենք հայ մարդը հարկադրված են ընդհանրեն գոյատևել, ահավոր շատ ահավոր պայմաններով հիմա
չնկարագրեն, որ արդյունքներ չկա աշկերից, ահա որ պայմաններում ինքը ստիպված էր գոյատևման խնդիր լուծել, իսկ դա իր հետ բերում է որոշակի հատկանիշների առաջ գալու, լավ հատկանիշների հետ գնալու։ Նույնիսկ Բայրոնը, որ ընդամենը մի կար ժամանակ շփվեց հայերի հետ, ինքը հետաքրքիր մի դիտարկում արեց, ասաց այն ամեն լավը, որ տեսնում եք հայերի մեջ, դա իրենց Աստծո տված բնական հատկանիշներն են։ Վատը, ասած ձեռքբերով են, ինքը նկատել է, որ սրանք իրար հետ չեն համընկնում։ Մի մարդը չի կարող պատահի եւ այս մտածողություն ունենա, այս փիլիսոփաները ունենա, այս ներքին մշակույթը, բայց ասենք հենց ցավում ինքը ունենա այս դրսևորումները։ Սա մի բարդ խնդիր է եւ այսինքն մենք դրանը տարբերում ենք ուրիշ ազգերից, հա։ Նրանք էլ լավն ու վատը ունեն, չէ՞ երևի։ Ամեն մարդ իր տեղը իր դեր ունի, այդ տարբերվելը ես չասեմ մենք մեծամտանում ենք եւ այլ։ Ամեն մարդ իր դերը, իր ֆունկցիան, իր առաքելությունը ունի, ամեն ազգ ունի եւ մենք մերը պարզապես մոռացել ենք։ Ու այսպես ճահիճ։ Մենք ինչ որ առաքելություն ունենք։ Այ ռուսները, հա, ես վերջերս Դոստոևսկի կարդում, ասում է, որ հա չի կարող լինել նորմալ ազգ, որը համաշխարհային առաքելություն չունի։ Իհարկե խոսում է ռուսների մասին։ Մենք էլ առաքելություն ունենք։ Ուրեմն ես ինչև այդ հարցին պատասխանը իհարկե չեմ ասի առաքելությունը, որն է, ես հիմա նաև ուսումնասիրում եմ հիմա չէ մի քանի տարի շարունակ ուսումնասիրում եմ այն ժողովուրդներին, ովքեր որ համաշխարհային պատմության մեջ մեծ վերելք են ունեցել, ինչն է պատճառը։ Ես փորձել եմ դա ուսումնասիրել, ասենք անգլիացիներ, ռուսներ, ճապոնացիներ, հրեաներ։ Նրանց որ ուսումնասիրում ես, օրինակ ես հիմա մի բան ասեմ, քո ցածակը գա։ 1500-ական թվականներին անգլիացիները էլի թափթփված ոչ ուժեղ հանրություն եւ իրենց համար մի առաքելություն են դնում եւ ասում են Աստվածը անգլիացի է։ Եվ հիմա խնդում եք, չէ՞ մենք, բայց իրանք լուրջ են ընդունել եւ հանրությանը վարակել դրանով Աստվածը անգլիացի է եւ մենք հանուն մեր անգլիացի Աստծո պարտավոր ենք սպիտակ ռասայի գերիշխանություն հաստատենք աշխարհի վրա ու դա մենք անում ենք ոչ թե մեզ համար, այլ Աստծո համար։ Հիմա մենք կարող է դա անլուրջ վերաբերվենք, բայց այդ ազգը այդպես է բարձրացել։ Հրեաներինը գիտեք։ Իսկ որ այդ ասում է, հա, ինչ որ մի խելոք անգլիացի դա ասում է։ Դա ժողովուրդը անցալում է։ Ուրեմն տեսեք, process-ը սկզբից գնում է իմ ասած էլիտայի մեջ, եւ հետո աստիճանաբար ներքևի շերտերին ասում է մի քիչ ավելի պարզեցված տարբերակները։ Ես ինքս տեսել եմ ֆիլմ, որտեղ գերմանական դպրոցականը ֆաշիստական Գերմանիայի 10 է պատմում։ Երեխան կլիներ 12-13 տարեկան, քարտեզը դրված եւ ասում է, որ գերմանական ազգի առաքելությունն է ապահովել տարածքներ, կենսատարածքներ, իսկ ոչ իրենց համար։ Առաքելությունը դա էլի ինչ-որ մի մեծ բան մաս պիտի լինի։ Ինչ որ նոր ռասա պիտի գա, մենք պիտի այս տարածքները մաքրենք այդ նոր ռասայի համար, եթե մենք այդ գործը կարողանանք անենք, ապա նրանք մեզ որպես փոքր եղբայրներ տեղ կտան եւ մենք իրենց հետ կգնանք առաջ։ Երեխաները միմյանց բացատրում են դա։ Վերին շերտերը մի քիչ ավելի բարդ, ասենք հասկացություններ են ունեցել էլի։ Դա գերմանացիները ասեցի, ճապոնացիների մոդել կա, հրեաների մոդել կա, ռուսները հիմա նորից որոնումների մեջ են եւ իհարկե դա հիմա ամբողջ էլիտան չի դա գրում, կան հոսանքներ քաղաքական, որ ասում են ռուսը ինքը դա աստվածային զարմ է։ Առաջացած նրանից եւ հենց ռուսը դա մեծ բան է եւ մենք պիտի կարգ վերականգնենք պատյադակ, այսպես ասած ատառելով եւ տանք աշխարհին դա է մեր առաքելությունը աշխարհը։ Հայաստանում նման գաղափարներ ոչ թե ճիշտ նման, այլ նման կարգի գաղափարներ անցալելի կլինեն։ Ուրեմն դա այդքան էլ ահավոր բան չի, եթե դուք երկու հայի խոսեցնեք, մի քիչ երկար լսեք իրենք կենցաղային թեմայից դուրս կգան հայաստանյանից, ապա հետո կսկսեն աշխարհի խնդիրներից խոսել։ Չեք նկատել դա։ Չի թե։ Բայց նրանք այդ ընթացքում կասենք, որ մենք ազգ չենք, մենք ժողովուրդ ենք, մենք պետք է վառենք։ Հիմա տեսեք, այստեղ այս ինչ որ ես ասում եմ, սա գիտական անալիզի արդյունք չէ, այպես առաջի հայացքից նայելուց ես այդ հետևության եմ գալիս, հետևություն էլ չասեմ, էլի, որ հայերը քանի որ բավական երկար ժամանակներ եղել են աշխարհի հզորներից, դա փաստ է, իրենք եղել են աշխարհի մասշտաբով հարց լուծող, աշխարհակալ, ասենք, ասենք, հա,
իրենց մեջ մնացել է ենթագիտակցության մեջ այդ կարգի խնդիրներից խոսալ լուծել։ Աշխարհը ուր գնա, արժ գնա, ցախ գնա, բարի լինի եւ այլն։ Մենք ենք ու Ավստրիան այո։ Բայց ընթացքում, ասենք ինքը անցանկալի ճանապարհներով անցնելով կորցրել է, ինքը դարձել է թույլ, բայց իր մեջ կա այդ բաները։ Հասկանալի է։ Վերադառնալով մեր ուրեմն մեղավոր հողի վրա հերոստատիտողը հարցնում է. Ինչու հիմա նախարարությունում չեք եւ երկրորդը, ինչու ավելի շուտ դուրս չեկաք այդ աշխատանքից։ Սկսեմ վերջից ավելի շուտ ուզում էի եւ հույսեր ունեի, որ ազգային ժողովի ընտրությունից հետո ինչ-որ փոփոխություններ կլինեն, բայց քանի որ չեղան, արդեն այնտեղ իմանալ է անիմաստ էր ու դուրս եկա։ Մեր մոտ ուզեք թե չուզեք, ես պետք է ներկայիս քաղաքականությունից հարցնեմ։ Առաջադրումները սկսվել են։ Այսօր իր նախագահական ամբիցիաների մասին հայտարարեց Ռաֆի Հովհաննիսյանը։ Ըստ երևույթին մոտակա մի քանի ամիսը մինչև փետրվարի կեսերը դրանով է ապրելու հավանաբար քաղաքականացված մասը հասարակության։ Դուք այդ process-ին կարևորություն տալիս եք թե չէ։ Ուրեմն եթե մենք վերցնենք մեր քաղաքական կուսակցությունները այսպես առանձին ուսումնասիրենք, հետազոտենք, ապա իրենք ուշադրության արժանի չեն եւ ոչ մեկը։ Եվ որ ինչպես էլ փոխատեղեք այս կուսակցությունները, էական փոփոխություն չի լինի Հայաստանում, հատկապես որ բոլորը եղել են իշխանություն։ Ներկայիս ընդդիմությունը եղել է իշխանություն, եղել է անկում, մյուս կուսակցությունները, որ այսպես անբացահայտ երկրորդ նախագահի հետ են, դրանց ժամանակ էլ եղել անկում, հիմա էլ է անկում, եւ ես դեմ չեմ։ Բայց բոլորը ասում են, որ իրենց ժամանակ վերելք է։ Վատը, հենց վատը դա է, բայց մենք հո տեսել ենք, որ վերելք չի եղել։ Ուրիշ բան ասենք, քաղաքական ուժը իրավունք ունի, ասենք իշխանազրկումից հետո նորից հետ գա, բայց այդ դեպքում ես որպես մտածող մարդ հարցնում եմ, ինչպես եք պատճառաբանում ձեր իշխանության փուլի անհաջողությունները։ Ինչ, գուցե առանձին ասեք, էլի, հրապարակային գուցե չեք ուզում, կամ ես ձեր քայլերից պիտի զգամ, որ դուք ինչ-որ հետևություններ եք արել, այլ մոտեցում ունեք իրականության հանդեպ եւ դուք կարողանաք փոխել իրականությունը։ Ես անձամբ դա չեմ տեսնում։ Եվ մի բան էլ ասեմ, մենակ շատ չարացնես թե ինչու էլ ես մի բանաձև կասեմ։ Բանաձև։ Այն քաղաքական ուժը, ով որ կգտնի Հայաստանը ճայիճից անելու ճանապարհը, նա շատ հեշտությամբ նաև իշխանության կգա։ Հիմա վերջակե դրեցի, անցնենք առաջ։ Հա, շատ լավ, բայց դուք առայժմ չեք տեսնում, հա, որ մոտ բայց հետևում եմ, ասենք որպես վերլուծաբան արդեն հարկադրված եմ, ես առաջ ավելի խորքային միայն հարցերով էի զբաղվում, հիմա որպես հիմնադրամի ներկայացուցիչ մենք նաև ընթացիկ քաղաքական process-ներով պիտի ուսումնասիրություն ենք, որպեսզի կարողանանք քաղաքացիներին ճիշտ ուղղություն տալ, որպեսզի ինքը չգնա նորից հիասթափվի։ Դա ահավոր բան է։ Ես քաղաքացի եմ, այ դուք ասեք ես ՀՀԿ-ն ընտրեմ, ԲՀԿ-ն թե Ռաֆի Հովհաննիսյանին։ Հակը մոռաց։ Հակը։ Ուրեմն հիմա տեսեք, նորից եմ ասում, այդ կուսակցությունները ինչպիսի միավորումներով էլ գան։ Հիմա եթե ասենք լինի հնարավորություն ժամանակը հետ տալ, առաջ տալ, շատ սիրով ես կտայի իշխանությունը իրենք կհամոզվեին, որ չեն կարողանում, մյուսին կտայի, այս դաշինքին կտայի, մյուս դաշինքին կտայի, որ համոզվեն, բայց քանի մտավոր էքսպերիմենտ, բայց քանի ժամանակը սուղ է, ես ընդհանրապես ասում եմ, ներկա դրությամբ այդ իրենց մտավոր պոտենցիալ պաշարով ժողովրդին ճանաչելու փորձառությամբ իրենք չեն կարող այս խնդիրը լուծել։ 3 տարի առաջ ես մի տեղ սխալվեցի, հարցազրույց տվեցի եւ այս նույն բանը ասացի 2009 թվականն էր, ընդդիմությունը այսպես ակտիվ էլի process-ների մեջ էր։ Ասացին, որ դուք ջուր եք լցնում իշխանության ջրաղացին։ Դա այդքանով որ բավարարվեն, ես երջանիկ կլինեի, աշխարհի վերջի բարերը ասացին։ Ես բան չասացի։ 3 տարի հետո նույն անմարդը, ով ինձ ասենք ման մեղադրանքներ է դնում, այսպես սկսեց խորհել հրապարակավ։ Գուցե մենք ոչ այն խնդիրն ենք դնում մեր առջև։ Գուցե մենք այնքան էլ լավ չենք ճանաչում մեր հանրությանը։ Գուցե այլ կարգի այսպես քննարկումների կարիք կա, որ մենք իմանանք ինչ անենք, որ չջախջախվենք։ Դա ինչ որ ես ասում էի 3 տարի առաջ, ես դա 97 թվականից եմ ասում, հիմա էլ եմ կրկնում, արկա քաղաքական ուժերը քիչ հավանական է, որ այդ խնդիրը լուծեն, որովհետև իրենք
հանրությանը չեն ճանաչում։ Այս վերջի ազգային ժողովի ընտրություններից հետո լավ կհիշես, այսպես մի համատարած հուսալեքություն է քաղաքական ուժերի կողմից։ Մենք չենք պատկերացնում, որ մեր ժողովուրդը դրակաշարքը վերցնի եւ ես ասում եմ, բայց ինչի չէիք պատկերացնում։ Ինձ հարցրեք, ես կասեի։ Ինչու դուք չեք ճանաչում այն հանրությանը, ում ուզում եք առաջնորդել։ Ենթադրենք թե բախտի բերմամբ իշխանության եկաք։ Հետո ինչ է լինելու։ Էլի 1 ամիս, 2 ամիս դուք ձեր փայլուն ծրագրերը ներկայացնելու եք, մեկ էլ տեսնելու եք տակից աղավաղվելով գալիս, ինչպես եղավ ասենք 89-90 թվականին։ Այս սա չկա, հանրության ճանաչողը չկա, ցանկությունն էլ չկա։ Ես խոսքից մեջ ասացի, քաղաքական վերլուծաբանները հիմա խնդիր են դնում։ Դուք իրենց հրավիրում եք ուրախ քաղաքական ուժերը շարունակում են գնալ նույն process-ով։ Ասում են այս անգամ ժողովուրդը այս բանը չի անի, չէ՞։ Դե լավ է, իրանք խելոքանում են, իմաստանում են, բայց կարելի է, չէ, ասենք հարցնել նրանց, ովքեր ուսումնասիրել են, ճանաչում են, որպեսզի սխալ ճանապարհով չգնան։ Շնորհակալություն հետաքրքրությունի համար։ Իմ զրուցակիցն էր քաղաքական ուսումնասիրությունների վերելք հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը։ Մենք կհանդիպենք երկուշաբթի օրը։